Հարգելի հետևորդներ, ես Ստեփանավան քաղաքի բնակիչերի Գեղինյանն եմ, այսօր 2026 թվականի հունիսի 13-ն է, ես իմ հեծանիվով, այս հեծանիվով եկել եմ Ստեփանավան քաղաքի Վարդաբլուր գյուղում գտնվող այս լճակները, տեսեք, եկել էի զբոսնելու, պատահաբար ականատես եղավ, որ հատվել է Եղևնի տեսակի ծառ, տեսնեք կոճղը թարմ է, կոճղի տեսքից էլ երևում է, որ թարմ է, սևացած չի, այսինքն մի քանի օրվա վաղեմություն ունի այս հատված ծառը, չգիտեմ ով է հատել եւ ինչ նպատակով, տեսքից երևում է, որ կոճղը փտած չի, այսինքն առողջ ծառ է եղել, հիմա ոստիկանության Ստեփանավանի բաժնի բարեկներին հրավիրել եմ դեպքի վայր, Իմ ահազանգից մոտ 5 րոպե հետո ոստիկանության Ստեփանավանի բաժնի պարեկները եկան դեպքի վայր, որպեսզի արձանագրեն դեպքը, հիմա սպասենք, տեսնենք ոստիկանության գործողությունները ամբողջությամբ կնկարահանեմ եւ կհանրայնացնեմ, որպեսզի սա դաս լինի բոլորին, այսպես ասած, որպեսզի այսուհետև զերծ մնան ծառեր հատելուց, հատկապես առողջ ծառեր հատելուց, այն էլ այն պայմաններում, երբ որ Այդ ծառը Եղևնի տեսակի է եւ գտնվում է բնության գրկում այս գողտրիկ վայրում, որը ել ավելի է ծանրացնում այս արարքը, որովհետեւ այս արարքը ունի հանրային բարձր վտանգավորություն։ Հիմա ես կհանրայնացնեմ եւ կտեղադրեմ իմ YouTube-յան ալիքում, որպեսզի այս Վարդաբլուր գյուղի բնակիչները ել ավելի զգոն լինեն, ուշադիր լինեն եւ եթե իրենք կապել չունեն այս հատված ծառի հետ, եթե չունեն, ապա Գյուղացիները նույնպես զգոն լինեն եւ իրենք էլ միջոցներ ձեռնարկեն եւ թույլ չտան, որպեսզի որևէ այլ անձ չհատի այս հատվածի ծառերը, քանի որ այս ծառները մի առանձին շուք ու հմայք են հաղորդում այս գողտրիկ տարածքին, նաեւ թթվածին են արտադրում այս ծառերը, ինչու՞ չէ նաեւ ստվեր են ստեղծում, այսինքն այս ծառի ստվերի տակ բնակիչները ժողովուրդը կարող է գալ հանգստանալ բնության գրկում, ինչու՞ չէ նաեւ կարթով ձուկ բռնել, որ օրենքով թույլատրվում է կարթով ձուկ բռնելը, դրա համար հիմա ես հենց բնության շահերն եմ պաշտպանում, որպեսզի բնությունը զերծ պահենք նմանատիպ անընդունելի երևույթներից։ Իհարկե տարածքում կան նաև այլ ծառեր նույնպես, այլ հատված կոճղեր, որոնք մի փոքր հին են։ Չէ, սա չի հին, ոնց է հին, սպիտակ է, ծառի այդ հատված, բունը սպիտակ է, սա էլ է նոր հատված, հինը այս մեկն է, տես սևացած է գույնը, այս մեկը սևացած է, իսկ սա թարմ է, հենց քոքից էլ կտրել են, տեսեք, Ահա եւս մեկ հատված ծառ, տեսքից դատելով հին է վաղեմությունը, բայց ամեն դեպքում պետք է պարզվի ով է կտրել, ինչ պատճառով, ինչ պայմաններում, կապ չունի հին հետ նոր, ամեն դեպքում հատված ծառ է։ Կողքով էլ այս գետակն է հոսում, սենց որ լավ մանգանք էլի կլինեն ծառներ։ Նաև պետք է տեղեկացնեմ, որ կոնկրետ այս ոստիկանի հետ արդեն կարելի ասել մտերիմ հարաբերություններ է ձևավորվել, քանի որ մի քանի տարի առաջ ես Վանաձոր քաղաքում ականատես եղա, որ Լաչինի միջանցքում վաճառում են թարմ սիկ ձուկ,
եւ այդ ժամանակ Սիգի ձվադրմամբ պայմանավորված արգելված էր Սիգի որսն ու վաճառքը։ Այդ ժամանակ նույնպես ես դրսևորեցի քաղաքացիական բարձր իրավագիտակցություն, հրավիրեցի ոստիկաններ եւ հենց այս ոստիկանության ծառայողներ եկել դեպքի վայր, իհարկե մի քանի այլ ոստիկաններ միասին եւ արձանագրել դեպքը։ Այսինքն ոստիկանության Ստեփանավանի բաժնի պարեկները գրեթե միշտ, ոչ թե գրեթե, այլ միշտ արձագանքել են իմ բոլոր ահազանգներին կապված տարաբնույթ իրավախախտումների հետ։ Հարգելի հետևորդներ, այստեղ կային ձուկ բռնող տղաներ, խնդրեցի, որ կարդը տան ինձ, հիմա ձուկ եմ բռնում, տեսնեմ կհաջողվի ինձ ձուկ բռնել։ Հանի ձեռ չտաս, ինձ նկարի։ Ռոլիկը պտտի, ռոլիկը։ Սենց։ Հա։ Տեսեք։ Դեռևս ողջ է, տեսեք վերանը բացում փակում է, որ նշանակում է նոր բռնեցի։ Երևի մենք ավարտեցի գնացի։ Դե զուգը բռնի, հո՞։ Հոլո։ Ոսի։ Բլոգեր եք։ Հա։ Էրիկ Գեղինյան։ Էրիկ Գեղինյան։ Էրիկ Գեղինյան YouTube-ով։ Էսա գամ, սպասի։ Սա էլ ոստիկանության պարեկային մեքենան է, եկել է դեպքի վայր, իմ ահազանգով։ Մեջը вообще նստած չէ, մի հատ նստեմ մեջը։ Ցավոք թույլ չտվեցին մեջը նստեմ մեքենայի մեջ։ Են անչափահաս չէր մեջին։ Ճամփեն բացեք։ Հասցեք։ Հարգելի հետևորդներ, ես ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողներին եմ հրավիրել դեպքի վայր, վարդավորի լճերը, որպեսզի այս ապօրինի ծառահատումները արձանագրեն։ Ոստիկան ինձնից խնդրեց իմ հասցեն քաղաք Ստեփանավան։ Ես էլ այսպես ցուցադրեմ, որ գրանցվում է, այսինքն արձանագրություն է կազմվել։ Ստեփանավան։ Աշոտաբերդ թաղամաս։
Ծնված օրն ստորքի։ Սա էլ իմ հեծանիվն է, որով ես եկել եմ այս բնության այս գեղատեսիլ լճակը զբոսնելու համար։ Տեսեք 4 կողմը լճակներ են։ Եղևնիների ծառներ։ Հիմա ես իմ հեռադիտակով նայում եմ բնության տեսարաններ, բավականին մոտիկից է ցույց տալիս։ Նաև տեղեկացնեմ ձեզ, որ հարգելի հետևորդներ, առաջիկայում ես պատրաստվում եմ իմ հեծանիվով բարձրանալ, ահա այս սարը, տեսեք, ցույցադրեմ, տեսնում եք հեռվում այն սարը։ Հիմա մոտեցնեմ։ Սարի գագաթին կա մատուռ, կա խաչ, ահա այն հեռվում նշմարվող սարն են բարձրանալու առաջիկայում մի գեղեցիկ օր, երբ որ անձրևային եղանակ չլինի։ Այսօր ընդհանրապես անձրև չեկավ, եթե ես ի սկզբանե իմանայի, որ այսօր անձրև չի գալու, բնականաբար հենց այսօր էլ կբարձրանայի այդ սարը։ Առաջիկայում պատրաստվում եմ բարձրանալ այդ սարը իմ հեծանիվով եւ նկարահանումներ կատարել այդ սարի գագաթին, բավականին գեղեցիկ գնություն կա այդտեղ։ Կմտնեմ նաեւ մատուռը նույնպես կնկարեմ սարի գագաթին գտնվող։ Այսպես հեռադիտակով, որ նայում եմ մատուռը երևում է, այսինքն խաչն է երևում սարի գագաթին։ Բավականին դժվար անանցանելի ճանապարհ է լինելու, բայց ես կփորձեմ հաղթահարել եւ անպայման բարձրանալու եմ այդ սարի գագաթը։ Այդ սարի գագաթը վերջին անգամ բարձրացել եմ 2015 թվականին իմ նախկին կնոջս հետ միասին եւ հիմա միայնակ եմ պատրաստվում հաղթահարել այդ սարի գագաթը։ Հարգելի հետևորդներ, հիմա ես ոստիկանության ծառայողին դեպքն եմ նկարագրում, ինչպես է տեղի ունեցել, ինչպես եմ նկատել ապօրինի հատվածառը, ըստ իս ապօրինի հատվածառը։ Ուրեմն հայտնում եմ, որ ես այսօր 2026 թվականի հունիսի, այսօր քանիսն ամսի, 13/06/2000 հունիսի 13-ին ժամը մոտավոր հիմա քանիսն է։ Ահազանգը որ ժամին եմ տվել, հենց այդ ժամին էլի։ Դեմի ահազանգ, ես պայն չգիտեմ։ Երևի կլներ ժամը 4-ը էլի։ Երևի 16:00-ին ահազանգը ինչքան հիշում եմ այդ ժամին տվեցի։ Մոտավորապես 16:00-ի սահմաններում զբոսնում էի Ստեփանավան քաղաքի Վարդավլուր գյուղի լճերի մոտակայքում։ Եվ այդ ժամանակ պատահաբար նկատեցի հատված եղևն ու ծառի կոճղեր։
Քանի հատ կոճղեր։ Ուրեմն հիմա երևում է 1 ցույց տամ կոճղերը։ Այս 1 Այս 2 Ուսել 3 Այս 4 Կոճղեր Թվով 4 կտրված կոճղեր։ Եղևնի տեսակի, որոնցից 2 հատ կոճղը ունեն թարմ վաղեմիություն, այսինքն թարմ հատված ծառեր են, 2 կոճղը։ 2 հատը սևացած է կոճղերի, իսկ մնացած 2 հատը սպիտակ է կոճղը, երևում է, որ թարմ հատված ծառեր են։ Թարմ կտրված ծառեր են։ 2 հատը թարմ է, 2 հատը մի քիչ հին։ Եթե նույնիսկ տարածքը մասնավորել է, ես չգիտեմ, այս տարածքը մասնավոր է թե ոչ, ամեն դեպքում մասնավոր տարածքում ծառհատելը նույնպես պետք է թույլտվություն լինի, ես այդպես գիտեմ։ Մասնավոր տարածքից էլ դու իրավունք չունես եղևնի ծառը հատես։ Նրա համար թույլտվությունն է Տեսնելով պետք։ սրանք ահազանգել ես ու Այո, կատարել եմ իմ քաղաքացիական պարտքը, որպեսզի ոստիկանությունը պարզի, ով է հատել ծառերը, երբ է հատել ու ինչ պատճառով է հատել։ Ու նաև պարզեք ընդերքը արդյոք փչացվել է թե ոչ։ Շրջակա միջավայրին վնաս պատճառվել է թե ոչ, այդ հանգամանքները պարզեք։ Նաև իմ հետևորդներն տեղեկացնում են, որ քիչ առաջ դեպքի վայրում էին ոստիկանության Ստեփանավանի բաժնի պարեկները որևէ առարկություն չներկայացրեցին իրենց տեսանկարահանելու հետ կապված, մինչդեռ ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, ովքեր այս պահին գտնվում են իմ կողքին, իրենք չեն ցանկանում, որ ես իրենց դեմքը տեսագրեմ, ինչևիցե նախ ասեմ, որ հանրային ծառայողը, ոստիկանության ծառայողը համարվում է հանրային ծառայող, գտնվում են դեպքի վայրում, հանրային վայրում, գտնվում են իմ ահազանգով, այսինքն ես լրիվ օրենքով իրավունք ունեմ ոստիկանության ծառայողների դեմքը նկարելու, սակայն պարզապես չեմ ցանկանում լարվածություն ստեղծել, չեմ ցանկանում ավելորդ լարվածություն ստեղծել իմ եւ ոստիկանների հարաբերություններում։ Այդ իսկ պատճառով ընդառաջելով ոստիկանների խնդրանքին ես նրանց դեմքը չեմ ցուցադրում, սակայն ես նորից եմ կրկնում, օրենքով լրիվ իրավունք ունեմ ես, քանի որ ոստիկանները համարվում են հանրային ծառայողներ եւ գտնվում են հանրային վայրում, եկել են դեպքի վայր իմ ահազանգով եւ բնականաբար ես լրիվ բոլոր իրավունքներ ունեմ ոստիկանների դեմքը ցուցադրելու, սակայն նորից եմ կրկնում, որպեսզի ավելորդ լարվածություն չստեղծվի իմ եւ ոստիկանների հարաբերություններում, այդ իսկ պատճառով ես ընդառաջելով ոստիկանների խնդրանքին նպատակահարմար չեմ գտնում ոստիկանների դեմքը ցուցադրել։
Այդ կարդացեք։ Ձեռագիր անհասկանալի է, անընթեռնելի է։ Դուք կկարդաք, չեմ հասկանում։ Դե չեմ հասկանում, ինչ է։ Անընթեռնելի է։ ՀՀՄ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավորվարչության Ստեփանավանի բաժնի համայնքային ոստիկանության կապիտան Մանուկյանից մասնակցությամբ Ստեփանավան քաղաքի աշտաբար թաղամաս 15 հասցեի բնակիչ Գիգոր Եղինյանի ծնված 22/11/1976 թվական կազմեցություն տեղի մասին, որ Եղինյանի կողմից կատարված ազանգի հանգամանքները բարձելու նպատակով Եղալորի մարզի Վարդապետի գյուղի լճերի կոչվող տարածքում, որտեղ Եղինյանը հայտնեց, որ 13/06/2026 թվականի ժամը 16:00-ի սահմաններում Վարդապետի գյուղի լճեր կոչվող տարածքում զբոսնելու ժամանակ նկատել թվով 4 հատ կտրված եղել մի տեսակի ծառի կոչվեր, որոնցից 2 հատ կոչվը ըստ Եղինյանի թարմ կտրված ծառեր են, իսկ մյուս 2-ը հիմ։ Եղինյանը հարցազրույցի ընթացքում հայտնեց նաև, որ նկատելով կտրված ծառերի կոչվերը կատարել է իր քաղաքացիական պարտքի եւ ազանգել ոստիկանություն հետագայում պարզելու արդյոք բնությանը վնաս հասցվել է թե ոչ եւ ընդերքին վնաս պատճառվել է թե ոչ։ Նաև ծառները օրինական են հատվել թե ոչ, ապօրինյա հատվել թե ոչ։ Մի հատ ուրիշ դեպքի էլի բանել ավելացնեմ, եթե գյուղապետը ունի իրավասություն, լիազորություն, հսկողություն իրականացնելու գյուղում ապօրինի ծառահատումների դեմ, նաև այդ մասով է քննություն տարեք, բարձեք։ Գյուղապետը Խաչիկ Վարդանյանը արդյոք թերացել է իր գործառութային պարտականությունների կատարման մեջ, թե ոչ։ Արդյոք գյուղապետը ունի նման լիազորություն, ծառերի օրինականություն։ Նման լիազորություն ունի գյուղապետը, համայնքապետը գյուղի, վերահսկողություն իրականացնի, որպեսզի կանխի ապօրինի ծառահատումները։ Նախապատրաստող փաստաթղթերի ընթացքում Եթե ունի լիազորություն, այդ մասով է քննություն փաստաթղթերի կատարել։ նախապատրաստելու ընթացքում կպարզվի։ Նաև գյուղապետի հետ կապված մի ուրիշ տեղեկություններ ունեմ ես Խաչիկ Վարդանյանի, սրա մասին իմացել եմ Facebook-ից, որ երեք ինքը ինչ-որ քաղաքացիների ծեծի ենթարկել Գյուլաքարակի գյուղապետարանի շենքում։ Չգիտեմ որքանով է հավաստի այդ տեղեկությունը, ես սրա մասին տեղեկացել եմ Facebook-յան հրապարակումներից, որովհետև բազմաթիվ օգտատերեր բարձրաձայնում են այդ մասին, որ Գյուլաքարակ համայնքի գյուղապետ Խաչիկ Վարդանյանը մի քանի քաղաքացիների ծեծի է ենթարկել, թե կամ ինքը, կամ իր կողմնակիցները, կամ իր կազմակերպմամբ անկեղծ ասած մանրամասների մասին տեղյակ չեմ, ես ինքս սրա մասին տեղեկացել եմ Facebook-յան հրապարակումների, տարբեր օգտատերերի հրապարակումներից։ Հիմա ոստիկանությունից խնդրում եմ այդ մասով նույնպես քննություն կատարեք եւ պարզեք։ Գյուլաքարակ համայնքի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը առնչություն ունի արդյոք քաղաքացիներին ծեծի ենթարկելու, նաեւ գրված էր Facebook-ում, որ ինչ-որ քաղաքացու քիթն է կոտրվել, ինչ առնչություն ունի գյուղապետ Խաչիկ Վարդանյանը այդ ամենի հետ, եթե պարզեք, որ ունի Խաչիկ Վարդանյանը առնչություն, խնդրում եմ այդ մասով միջոցներ ձեռնարկեք գյուղապետին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Նախ նշեմ, որ ըստ Facebook-յան հրապարակումների այդ ենթադրյալ ծեծը, ենթադրյալ բռնությունը ունի քաղաքական ենթատեքստ, որովհետև ըստ Facebook-յան հրապարակումների վարչապետ Նիկոլ Փաշինյանին չեն ընտրել Գյուլաքարակի գյուղի բնակիչները եւ այդ հանգամանքով պայմանավորված է Խաչիկ Վարդանյանը կամ նրա կազմակերպման պայլանձին ծեծի ենթարկել գյուղացիներին։ Նշեմ, որ ես ինքս էլ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներից եմ, սակայն ամեն դեպքում ես դատապարտում եմ բռնության ցանկացած դրսևորում, ինձ համար անընդունելի եւ անթույլատրելի է բռնության ցանկացած դրսևորում եւ գտնում եմ, որ բռնություն գործադրած բոլոր անձինք անկախ իրենց քաղաքական հայացքներից պետք է ենթարկվեն պատասխանատվության, կապ չունի դու Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներից ես, թե ում կողմնակիցներից ես, բռնության ցանկացած դրսևորում պետք է արժանանա համապատասխան քերյա իրավական գնահատականի, ուստի հիմա ոստիկանությունից խնդրում եմ նաև այդ մասով է քննություն կատարել եւ կխնդրեի այդ մասին էլ արձանագրության մեջ նշեք, որ ես նաև գյուղապետ Խաչիկ Վարդանյանի մասին էլ տեղեկություններ հաղորդեցի։ Նախ դուք չնշեցիք կոնկրետ ծառների հետ կապված գյուղապետ Խաչիկ Վարդանյանը ունի արդյոք
վերահսկողություն իրականացնել ապօրինի ծառայությունների հետ կապված, որպեսզի նման դեպքեր տեղի չունենան, խնդրեի դրա մասին էլ արձանագրության մեջ նշեք, նաև իմ կողմից հիշատակված այդ ենթադրյալ ծեծի հետ կապված էլ նշեք արձանագրության մեջ, որի մասին ես տեղեկացել եմ Facebook-յան հրապարակումներից։ Խնդրեի արձանագրության մեջ իմ նշած այս երկու հանգամանքների մասին հիշատակեք, որից հետո ես արձանագրությունը կստորագրեմ։ Դե սպասում եմ։ Չեմ անջատելու, հիմա սպասում եմ ձեր գործողություններին։ Չասեցիք անջատի, ես նման բան չասեցի, ընդամենը ես եմ ձեզ այդպես ասում, որ ես տեսագրությունը չեմ ընդհատում, ցանկանում եմ, որ դուք դրա մասին նույնպես հիշատակեք արձանագրության մեջ։ Երկու հանգամանք հայտնեցի, առաջինը այդ նշեք, որ Եղինյանը հայտարարեց, որ եթե այս գյուղի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը եթե ունի իրավասություն, լիազորություն, հսկողություն իրականացնելու ապօրինի ծառայությունների հետ կապված, ապա խնդրում եմ այդ մասով նույնպես քննություն կատարեք եւ պարզեք գյուղապետ Խաչիկ Վարդանյանը թերացել է արդյոք, չեմ ասում հաստատապես ես չեմ պնդում, որ թերացել ես, հարց եմ տալի, պարզեք գյուղապետ Խաչիկ Վարդանյանը թերացել է արդյոք իր գործառութային պարտականությունների կատարման մեջ, թե ոչ, այդ մասով է քննություն կատարեք, մեկ էլ են մյուս ենթադրյալ ծեծի եւ բռնությունների հետ կապված նույնպես խնդրում եմ արձանագրության մեջ արտացոլեք, դրա մասին նույնպես հայտարարեցի ձեզ։ Տեղ կա այդ թուղթը, կարող եք մյուս էջում էլ գրել, հիմա թուղթը ցուցադրեմ, թուղթը ցուցադրեցիք, հաջորդ երեսը կա դեռ, թղթի հաջորդ երեսը գրելու տեղ կա, կարող եք գրել։ Ջան, թուղթ շատ ունեմ, միայն հանդեսանում։ Շատ ուրախ եմ։ Նորից եմ կրկնում, հարգելի հետևորդներ, ես ինքս էլ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներից եմ։ Դրա մասին են փաստում մինչև վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերընտրվել է իմ YouTube-յան ալիքում տեղադրված իմ բազմաթիվ տեսանյութերը, որոնցով ես իմ զորակցությունն եմ հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ սատարել եմ նրան եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մաղթել եմ ջախջախիչ հաղթանակ եւ բարեբախտաբար իմ կանխատեսումներն իրականացան, այսինքն խնդրում եմ իմ այս տեսանյութի մեջ ամենևին էլ քաղաքական ենթատեքստ չփնտրել, նորից եմ կրկնում, ինձ համար տարբերություն չկա, բռնություն գործադրած անձը դա ինքը ԿՊԱ-ական է, թե ինչ որ այլ կուսակցությանն է հարում, նորից եմ կրկնում, եթե կա բռնության դեպք, ապա բռնության ցանկացած դրսևորում պետք է արժանանա համարժեք քերայավական գնահատականի, որովհետեւ ես ինքս լինելով ողջամիտ անձնավորություն դատապարտում եմ բռնության ցանկացած դրսևորում եւ ինձ համար անընդունելի եւ անթույլատրելի է համարվում բռնության ցանկացած դրսևորում։ Եվ եթե պարզվեց, եթե հիմնավորվեց, որ Գյուլաքարակ համայնքի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը, եթե պարզվեց, որ առնչություն ունի այդ իմ կողմից մատնանշված ծեծի բռնությունների հետ, ապա ես հավաստիացնում եմ, որ ձեռնարկելու եմ բոլոր միջոցները եւ անելու եմ ինձնից կախված ամեն ինչ, որպեսզի գյուղապետ Խաչիկ Վարդանյանը օրենքի ողջ խստությամբ ենթարկվի քրեական պատասխանատվության։ Ես որևէ մեկից չեմ վախենում, այդ թվում նաեւ այդ գյուղապետներից չեմ վախենում։ Գյուղապետը անկախ իր քաղաքական հայացքներից որևէ բարոյական իրավունք չունի գյուղացիներին ծեծի ենթարկելու կամ որևէ բարոյական իրավունք չունի կազմակերպի գյուղապետը կազմակերպի, որպեսզի այլ անձինք գյուղացիներին ծեծի ենթարկեն։ Նման իրավունք գյուղապետին օրենքով վերապահված չէ։ Ես հիմա խոսում եմ ենթադրյալ բռնության մասին, նորից եմ կրկնում, սրա պետք է պարզվի, պետք է քննության առարկա դառնան սոցիալական կայքերում մատնանշված բոլոր տեղեկությունները կապված գյուղապետ Խաչիկ Վարդանյանի կողմից ենթադրյալ բռնություն գործադրելու հետ կապված այդ բոլոր տեղեկությունները պետք է դառնան քննարկման առարկա եւ եթե պարզվեց, որ Facebook-ում հրապարակված այդ տեղեկությունները եթե պարզվեց, որ համապատասխանում են իրականությանը, ապա պետք է մեղավոր անձինք
օրենքի ողջ խստությամբ ենթարկվեն քրեական պատասխանատվության։ Նաև նշեմ, որ ես պատրաստակամություն եմ հայտնում այդ ենթադրյալ բռնության հետ առնչություն ունեցող բոլոր անձանց տեսակետները, նրանց դիրքորոշումները նույնպես եթեր հեռարձակել իմ YouTube-յան ալիքով, եթե կան անձինք, ովքեր որ տուժել են գյուղապետ Խաչիկ Վարդանյանի ենթադրյալ բռնությունների արդյունքում, ապա կարող եք կապ հաստատել ինձ հետ եւ ես պատրաստակամություն եմ հայտնում ձեր դիրքորոշումները եթեր հեռարձակել իմ YouTube-յան ալիքով։ Բնականաբար ես պատրաստակամություն եմ հայտնում նաև գյուղապետ Խաչիկ Վարդանյանի դիրքորոշումը նույնպես եթեր հեռարձակել իմ YouTube-յան ալիքով, այնպես որ եթե Գյուլաքարակ համայնքի գյուղապետ Խաչիկ Վարդանյանը եթե ցանկություն կունենա Facebook-ում իր անձի վերաբերյալ տարբեր օգտատերերի կողմից հրապարակված այդ ենթադրյալ բռնությունների հետ կապված, եթե գյուղապետ Խաչիկ Վարդանյանը կունենա ցանկություն արձագանքել իմ այս տեսանյութին, ապա ես պատրաստակամություն եմ հայտնում գյուղապետ Խաչիկ Վարդանյանի դիրքորոշումը նույնպես նկարահանել եւ ամբողջությամբ առանց նրա խոսքը մոնտաժելու, առանց նրա խոսքը կոնտեքստից կտրելու պատրաստակամություն եմ հայտնում նրա խոսքը ամբողջությամբ եթեր հեռարձակել իմ YouTube-յան ալիքով։ Հիմա անցնենք բուն հարցին, ինչի համար որ ոստիկաններին հրավիրել եմ դեպքի վայր այս ապօրինից առահատումների դեպքը արձանագրելու համար։ Հարգելի հետևորդներ, նաև ցանկանում եմ մի տեղեկության մասին նույնպես հանրայնացնել։ Ուրեմն Facebook-ում գրառումներ կային այն մասին, այդ բոլոր սկրինշոթերը ինձ մոտ պահպանվում է, որ Գյուլաքարակ համայնքի համայնքապետ Խաչիկ Վարդանյանի որդին ներկայումս գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում եւ բանակում չի ծառայել։ Հիմա բոլոր պետական մարմիններին կոչ եմ անում ստուգել այդ տեղեկատվության իսկությունը, այսինքն ստուգել գյուղապետ Խաչիկ Վարդանյանի որդին ներկայումս արդյոք գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում թե ոչ, նաև խնդրում եմ ստուգել գյուղապետ Խաչիկ Վարդանյանի որդին բանակում ծառայել է արդյոք թե ոչ, եւ եթե չի ծառայել, հիմա բոլոր իրավապահ մարմիններին կոչ եմ անում ստուգել, թե գյուղապետ Խաչիկ Վարդանյանի որդին ինչ պատճառով չի ծառայել բանակում, եթե չի ծառայել, պարզել թե ինչ պատճառով չի ծառայել հայոց բանակում եւ ձեռնարկել համապատասխան միջոցներ, որպեսզի տվյալ արարքին իրավապահ մարմինների կողմից տրվի համարժեք քրեաիրավական գնահատական, եթե իհարկե պարզվի, որ ինչ-որ հանցավոր ճանապարհով է, որ Խաչիկ Վարդանյանի որդին չի ծառայել բանակում, այսինքն եթե ձեռք կբերվեն, եթե իրավապահ մարմինների կողմից ձեռք կբերվեն հավաստի փաստական տվյալներ, որոնք կվկայեն այն մասին, որ Գյուլաքարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանի որդին ապօրինի հանցավոր ճանապարհով խուսափել է զինծառայությունից, ապա իրավապահ մարմիններին հորդորում եմ այս ամենին տալ համարժեք քրեաիրավական գնահատական, նաև ցանկանում եմ Facebook-յան այդ հրապարակումների առնչությամբ Էրիկ Եղինյանս ցանկանում եմ տալ հանցագործության մասին գրավոր հաղորդում, ուստի իրավապահ մարմիններին հորդորում եմ իմ բարձրաձայնած այս բոլոր տեղեկությունների վերաբերյալ ինձնից վերցնել հանցագործության մասին գրավոր հաղորդում։ Ահազանգից ցանկանում եմ ավելացնել նաև, որ ոստիկանությունից խնդրում եմ պարզել, դանդաղացնել, որ հասցնեք գրեք։ Ոստիկանությունից խնդրում եմ պարզել Գյուլաքարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը
ի պաշտոնե ունի արդյոք իրավասություն, ի պաշտոնե ունի արդյոք իրավասություն, պատշաճ հսկողություն իրականացնել, Վարդաբլուր գյուղում կատարված ապօրինի ծառահատումների նկատմամբ, Վերջակետ, նաև ցանկանում եմ ավելացնել, որ համայնքապետ Խաչիկ Վարդանյանը ըստ Facebook-յան հրապարակումների ծեծի է ենթարկել Գյուլաքարակի համայնքի մի բնակիչների, կոտրվել է մի քաղաքացու քիթը, եթե նման հանցագործության դեպքի վերաբերյալ տեղեկությանը սաղբյուրով Facebook-յան հրապարակումներն։ Ես հիմա բնության մեջ եմ գտնվում, Ստեփանավանից էլ բավականին հեռու եմ, եթե դուք այսօր ինձնից կվերցնեք հաղորդում, պատրաստ եմ իմ գտնվելու վայրում, որտեղ ես հիմա գտնվում եմ, պատրաստ եմ տալ հաղորդում, իսկ եթե դուք ձեր աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով, եթե հնարավոր չի այս պահին ինձնից հաղորդում վերցնել, այդ դեպքում արդեն երբ որ ես կգամ քաղաք Ստեփանավան, այդ ժամանակ արդեն անպայման կտամ հաղորդում։ Բայց հիմա ես ինչ-որ հայտնում եմ Խաչիկ Վարդանյանի վերաբերյալ, դա արձանագրեք, հետո դուք ընթացքը կորոշեք ոնց եք լուծում։ Ասեք։ Ուրեմն Facebook-յան հրապարակումներից ես այսօր տեղեկացել եմ նաև, որ կարճ եմ ասում։ Ուրեմն Facebook-յան հրապարակումներից ես այսօր տեղեկացել եմ նաև, որ տարբեր օգտատերեր Facebook-ում բարձրաձայնել են, որ տարբեր օգտատերեր Facebook-ում բարձրաձայնել են, որ Գյուլաքարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը Նիկոլ Փաշինյանի կողմից Գյուլաքարակ համայնքում չընտրվելու պատճառով, այդպես է հրապարակումները, համենայն դեպս Facebook-ում այդպես է հրապարակումները, նորից եմ կրկնում, իմ տեղեկատվության աղբյուրը հանդիսանում են Facebook-յան հրապարակումները։ Դե Խաչիկ Վարդանյանի անձի հետ կապ ունի, դրա համար նպատակահարմար եմ գտնում հայտնել ոստիկանությանը։ Հա, այդ կարճ եմ ասում, երկար չեմ ասել, երկու բառով։ Նիկոլ Փաշինյանի կողմից Գյուլաքարակ համայնքում չընտրվելու պատճառով ծեծի և բռնության է ենթարկել Գյուլաքարակ գյուղում հայտնի ոմն
ֆիքսի բարեկամին Ոմն Կարենին Այս սարքեցիք արդեն ստեղ էս հաղորդում տալիս։ դե այդպես է գրած հիմա Facebook-ում այդպես է գրած Դե մոտեցի հաղորդում։ դե ասեցի կտամ բայց ոչ եթե այսօր ինձնից հաղորդում կվերցնեք պատրաստ եմ հենց հիմա տամ հաղորդում ձեր մոտ այս պահին բլանկ չկա հաղորդման դրա համար այսպես եմ հայտնում եթե բլանկը ունեք հենց հիմա հաղորդում եմ տալի Ոմն ծեծի է ենթարկել Գյուլաքարակ համայնքում հայտնի Ոմն ֆիքսի բարեկամին ֆիքսը ածական անունն է ֆիքսի բարեկամին Ոմն Կարենին եւ ջարդել է նրա քիթը այսինքն ծեծի արդյունքում ջարդվել է այդ Ոմն Կարենի քիթը Հետո գրեկու մի նախադասություն է Խաչիկ Վարդանյանի որդու հետ կապված ծառայությունից խուսափելու դրա մասին էլ նշենք ու վերջ Նույն Facebook-ում այսօր հրապարակված է տեղեկություն այն մասին, որ Նույն Facebook-ում այսօր Facebook սոցիալական կայքում այսօր տեղեկություն է հրապարակվել նաև այն մասին, որ Գյուլաքարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանի որդին ներկայումս գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում եւ չի ծառայել Հայաստանի Հանրապետության հայոց բանակում։ Ոստի ոստիկանությունից խնդրում եմ այդ մասով նույնպես քննություն կատարել, պարզել թե ինչ պատճառով է գյուղապետ Խաչիկ Վարդանյանի որդին գտնվում Ռուսաստանի Դաշնությունում եւ պարզել նաեւ եթե նրա որդին իսկապես չի ծառայել բանակում, պարզել թե նրա որդին ինչ պատճառով է որ բանակում չի ծառայել։ Գտնվել է ՌԴ-ում եւ չի ծառայել ՀՀ բանակում։ Այո, զինված ուժերում, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։ Ոստի ոստիկանությունից խնդրում եմ պարզել Ոստիկանությունից խնդրում եմ պարզել թե Գյուլաքարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանի որդին ինչ պատճառով է որ չի ծառայել բանակում Պարզել թե գյուղապետ Խաչիկ Վարդանյանի որդին ինչ պատճառով է որ չի ծառայել հայոց բանակում եւ եթե պարզվի որ հանցավոր ճանապարհով Խաչիկ Վարդանյանի որդին խուսափել է պարտադիր զինծառայությունից, ապա խնդրում եմ այդ արարքին տալ համարժեք քերայրավական գնահատական Հանցավոր ինչ ասեցի։ Ինչ գրեցիք։ Ոնց գրեցիք։ Ես իմ ձևով եմ ձևակերպում, տեղեկան կապակցանից չկու բառերով։ Հա ոնց եք ձևակերպում։ Միք, ասիր հանցավոր ճանապարհով չի ծառայել, թե ոնց։ Ես ասեցի ոստիկանությունից խնդրում եմ պարզել, եթե պարզվի, որ գյուղապետ Խաչիկ Վարդանյանի որդին, եթե պարզվի, ես չեմ ասում, որ հանցավոր ճանապարհով ա որ չի ծառայել, ես այդպես չասեցի։ Ես ասեցի խնդրում եմ պարզել, եթե պարզեք, որ գյուղապետ Խաչիկ Վարդանյանի որդին, եթե պարզվի, որ հանցավոր ճանապարհով խուսափել է պարտադիր զինծառայությունից, եթե կպարզվի նման բան, ապա խնդրում եմ
այդ արարքին տալ համարժեք քերյա իրավական գնահատական։ Նշեմ, որ ես այս հարցում հետևողական եմ լինելու, որպեսզի պարզեմ, թե իսկապես ինչ պատճառով է, որ Գյուլաքարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանի որդին ինչ պատճառով է, որ չի ծառայել հայոց բանակում։ Հավաստիացնում եմ, որ ես այս հարցում լինելու եմ չափազանց հետևողական։ Նորից եմ կրկնում, ես որևէ մեկից չեմ վախենում, այդ թվում նաև այդ Խաչիկ Վարդանյանից էլ չեմ վախենում, եթե նա, չգիտեմ, փորձի իմ նկատմամբ նույնպես բռնություն կիրառել, ապա հավաստիացնում եմ, որ ես այդ պահին օրենքով չարգելված բոլոր միջոցներով դիմելու եմ ինքնապաշտպանության եւ եթե դրա արդյունքում, չգիտեմ, հնարավոր է կոտրվի Խաչիկ Վարդանյանի ձեռքը կամ ոտքը, այսինքն իմ ինքնապաշտպանական գործողությունների արդյունքում, եթե կոտրվի Խաչիկ Վարդանյանի ձեռքը կամ ոտքը, ապա ես այդտեղ ոչ մի մեղավորություն չունեմ, նորից եմ կրկնում, ես եթե հանկարծ Խաչիկ Վարդանյան դիմում եմ քեզ, եթե հանկարծ դու համարձակվեցիր բռնություն գործադրել իմ անձի նկատմամբ, ես օրենքով չարգելված բոլոր միջոցներով դիմելու եմ ինքնապաշտպանության, այսպես նայելով աչքերիդ մեջ, զգուշացնում եմ, հեռու մնա ինձնից։ Ես այդպիսի տենց խեղճ ու կրակ մարդ չեմ, որ դու տենց Գյուլաքարակի տենց խեղճ գյուղացի չեմ, որ դու, չգիտեմ, կարողանաս բռնություն գործադրել իմ նկատմամբ ու մնաս անպատիժ։ Այնպես որ զգուշացնում եմ, հեռու մնա ինձանից։ Ես քեզանից չեմ վախենում։ Ինչ գրեցիք։ Այլ ավելացնելու բան ունի։ Չէ, այսքանը ավելացնելու բան չունեմ։ Մի հատ բարձրաձայն ընթերցենք ու եզրափակվենք այսքանով։ Շատ բարձր կարաս ընթերցես։ Տեղեկանք 13/06/2026 թիվ։ Ոստիկանության Ստեփանավանի բաժնի համայնքային ոստիկանության կոչումը կապիտան Հ. Մանուկյանես, մասնակցությամբ Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ 15 հասցեի բնակիչ Էրիկ Իգորի Եղինյանի ծնված 22/11/1986 թիվ կազմեցի սույն տեղեկանքն այն մասին, որ Էրիկ Եղինյանի կողմից կատարված ահազանգի հանգամանքը պարզելու նպատակով եղա Լոռու մարզի Վարդաբլուր գյուղի լճեր կոչվող տարածքում, որտեղ հարցազրույց ունեցա Էրիկ Եղինյանի հետ, ով հայտնեց, որ 13/06/2026 թվականին ժամը 16-ի սահմաններում Վարդաբլուր գյուղի լճեր կոչվող տարածքում զբոսնելու ժամանակ նկատել է թվով 4 հատ կտրված եղևնի տեսակի ծառի կոճղեր, որոնցից 2 հատը ըստ Եղինյանի թարմ կտրված են, իսկ 2 հատը հին։ Եղինյանը հարցազրույցի ընթացքում հայտնեց նաև, որ նկատելով կտրված ծառերի կոճղերը կատարել է իր քաղաքացիական պարտքը եւ ահազանգել ոստիկանություն, որպեսզի պարզվի արդյոք բնությանը վնաս հասցվել է թե ոչ, ընդերքին վնաս պատճառվել է թե ոչ եւ կտրված ծառերի օրինականությունը նույնպես պարզվի։ Եղինյանը հավելեց նաև, որ ոստիկանությունից խնդրում է նաև պարզել Գյուլաքարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը ի պաշտոնե ունի արդյոք իրավասություն պատշաճ հսկողություն իրականացնել Վարդաբլուր գյուղում իրականացված ապօրինի ծառահատումների նկատմամբ, հավելելով, որ Facebook-յան հրապարակումներից տեղեկացել է, որ Խաչիկ Վարդանյանը Նիկոլ Փաշինյանի կողմից Գյուլաքարակ համայնքում չընտրվելու պատճառով ծեծի եւ բռնության է ենթարկել ոմն ֆիքսի բարեկամին եւ ջարդել Կարենի քիթը։ Նույն կայքում, այսինքն Facebook-ում տեղեկություն է հրապարակվել նաև այն մասին, որ Խաչիկ Վարդանյանի որդին գտնվելով Ռուսաստանի Դաշնությունում չի ծառայել Հայաստանի Հանրապետության բանակում, ուստի ոստիկանությունից խնդրում է պարզել, թե Խաչիկ Վարդանյանի որդին ինչ պատճառով չի ծառայել հայոց բանակում եւ եթե պարզվի, որ Խաչիկ Վարդանյանի որդին հանցավոր ճանապարհով խուսափել է զինվորական ծառայությունից, ապա խնդրում է, որ այդ արարքին տրվի քերյա իրավական գնահատական։ Այդտեղ էլ ավելացրեք վերջում, որ ինքը պատրաստ է կատարվածի վերաբերյալ տալ հանցագործության մասին հաղորդում կամ հենց հիմա, կամ էլ երբ որ ինքը կգա Ստեփանավան այդ ժամանակ։ Այսինքն, եթե բլանկը ունեք, հենց հիմա պատրաստ եմ տալ։ Այսինքն, իմ մեղավորությունը չի էլի, որ ես հիմա հաղորդում չեմ տալիս։ Հա, հասկաց, ես ձեզ չեմ էլ մեղադրում։ Քանի որ ոստիկանների մոտ այս պահին չկա հանցագործության բլանկ հաղորդում վերցնելու, այդ պատճառով հենց այս պահին ես հաղորդում չեմ տալիս, սակայն պատրաստակամություն եմ հայտնում, երբ որ գամ քաղաք Ստեփանավան,
անպայման իմ ահազանգում այս տեղեկանքում նշված հանգամանքների վերաբերյալ կտամ հանցագործության մասին գրավոր հաղորդում։ Դա նույնպես խնդրում եմ ավելացրեք եւ եզրափակենք եթերը։ Չէ, ես այսպես ասեցի, եթե կվերցնեք, հենց հիմա պատրաստ եմ հաղորդում տալ։ Իսկ եթե բլանկ չունեք, հաղորդումը կտամ երբ որ կգամ Ստեփանավան։ Երկուշաբթի կամ երեքշաբթի, երբ որ կգամ Ստեփանավան, այդ ժամանակ կտամ։ Բայց եթե դուք պատրաստ եք հիմա վերցնելու, ես էլ եմ պատրաստ հիմա հաղորդում տալու։ Այսպես բնության գրքում հաճելի միջավայրում կամ էլ ձեր ասած վայրում, չգիտեմ, բացի բաժին գալուց։ Այսօր ես բաժին չեմ գալու։ Ապոլնի ծառայական վերաբերյալ ազանգ ես տվել, եկել ենք, դրա վերաբերյալ բլանկ չեն տվել։ Հա, հասկացա, ես ձեզ չեմ մեղադրում ոչ մի հարցով։ Ժանատները մենք եկել։ Դա հետո այնպես չստացվի, որ ես հրաժարվեցի հաղորդում տալուց, էլ ես հաղորդում տալուց չեմ հրաժարվել։ Մենք ասում ենք մոտեցեք հաղորդում։ Հաղորդում կտամ, երբ որ եթե հիմա չեք, այսինքն եթե հիմա բլանկ չունեք ու չեք վերցնում այդ պատճառով, երբ որ կգամ Ստեփանավան, վերադառնալու պես կմոտնա հաղորդում։ բայց գոնե նշեք, որ հիմա էլ եմ պատրաստ հաղորդում տամ։ Ես խաչոյից չեմ վախում, մի որ հաղորդում չտամ, խաչոն կմտածի իրանից վախեցա, հաղորդում չեմ տալ իրա դեմ։ Այդպես է մտածել։ Թող երևա, որ խաչոյից չեմ վախում, պատրաստ եմ հենց հիմա խաչոյի վրա բողոք գրեմ։ Խաչիկ Վարդանյանի վրա։ Եթե Գյուլաքարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը դժգոհ կմնա իմ գործողություններից, այսինքն դժգոհ կմնա, որ ես համարձակվել եմ իր դեմ ոստիկան հրավիրել եւ բողոք գրել, ապա գյուղապետ Խաչիկ Վարդանյանը հանգիստ կարող է ինքն էլ իմ դեմ բողոք գրել, ես որևէ մտավախություն չունեմ, կամ կարող է դիմել դատարան։ Նման պարագայում նույնպես որևէ մտավախություն չունեմ, նաև ասեմ, որ եթե քննչական մարմինները կոծկեցին, այսինքն եթե Ստեփանավանի քննչական բաժինը եթե կոծկեցին եւ Խաչիկ Վարդանյանի վերաբերյալ քրեական վարույթ եթե չնախաձեռնեցին, ապա նշեմ, որ ես դատի եմ տալու Ստեփանավանի քննչական բաժնի քննիչներին եւ դատանի միջոցով փորձելու եմ հասնել այն բանին, որպեսզի դատանը պարտավորեցնի քննիչին, որպեսզի իմ հաղորդման կապակցությամբ գյուղապետ Խաչիկ Վարդանյանի նկատմամբ նախաձեռնվի քրեական վարույթ, որպեսզի քրեական վարույթի շրջանակներում արդյունավետ պարզվեն գործի հանգամանքները։ Հա, հասկացա։ Նաև նշեմ, ցանկանում եմ հավելել, որ եթե մարդու անձի նկատմամբ տեղի ունենում հարձակում, բռնություն, ապա քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածից բխում է, որ անձը իրավունք ունի դիմել ինքնապաշտպանության եւ անձը իրավունք ունի իր անձը պաշտպանելու համար դիմել, այսինքն անձը իրավունք ունի, եթե իր անձի դեմ ոտնձգությունն է գործադրվում եւ իր կյանքին ռեալ վտանգ է սպառնում, անձը իրավունք ունի դիմելու ինքնապաշտպանության եւ նույնիսկ իրավունք ունի իր նկատմամբ բռնություն գործադրած անձին նույնիսկ մահ պատճառելու նման իրավունք էլ ունի անձը։ Դրա համար եմ ես ասում, եթե հանկարծ
գյուղապետ Խաչիկ Վարդանյանը համարձակվի բռնություն գործադրել իմ անձի նկատմամբ, այսինքն իմ կողմից իր դեմ բողոքելու պատճառով համարձակվի բռնություն գործադրել իմ նկատմամբ, ապա ես վերահաստատում եմ, որ դիմելու եմ ինքնապաշտպանության եւ օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու եմ իմ անձը գյուղապետ Խաչիկ Վարդանյանի հնարավոր ոտնձգություններից։ Եթե Գյուլաքարակ համայնքում կան քաղաքացիներ, ովքեր որ տուժել են գյուղապետ Խաչիկ Վարդանյանի գործողությունների արդյունքում, ապա ես պատրաստակամություն եմ հայտնում բոլորի տրամադրել հարթակ իմ YouTube-յան ալիքով այդ ամենի մասին բարձրաձայնել, նաև գյուղապետ Խաչիկ Վարդանյանի նույնպես պատրաստակամություն եմ հայտնում տրամադրել հարթակ, որպեսզի գյուղապետ Խաչիկ Վարդանյանը, եթե կունենա ցանկություն իմ YouTube-յան ալիքով եթե հնչեցնել իր տեսակետները, իր դիրքորոշումը, ապա ես պատրաստակամություն եմ հայտնում գյուղապետ Խաչիկ Վարդանյանին նույնպես ընձեռել այդ հնարավորությունը, որպեսզի նա իմ YouTube-յան ալիքով հնչեցնի իր տեսակետներն ու իր դիրքորոշումը Facebook-ում հրապարակված այդ Խաչիկ Վարդանյանին վերաբերող հանգամանքների վերաբերյալ։ Այսքանով ես ավարտում եմ իմ եթերը, շնորհակալություն եմ հայտնում ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողներին իմ ահազանգին արագ արձագանքելու եւ դեպքի վայր գալու համար։ Այսքանը, շնորհակալություն ուշադրության համար։